Նիկոլ Փաշինյանի ելույթին պատասխանեց Լևոն Քոչարյանը։ Լևոն Քոչարյանի ելույթը բնութագրում եմ, այո, շատ կոշտ, բայց եւ շատ տեղին։ Ելույթից հետո տեղի ունեցավ քաշքշուկ։ Ինչու՞։ Ինչը ջղայնացրեց Նիկոլին եւ SMS-ով կառավարվող ՔՊ-ին։ Կանգ առնեմ մի քանի կետի վրա։ Լևոն Քոչարյանն ասում է. Նիկոլը չի նեղվում, որ իրեն ասում են թուրք, դավաճան, այլ նեղվում է, երբ խոսում են կոռուպցիայից։ Նիկոլը այո, ասել է, որ չի նեղվում, որ իրեն ասում են թուրք, չի դիմադրում, որ ասում են դավաճան, գուցե որովհետև արդարանալը այլևս չի ստացվում։ Ոչ միայն իր ստորագրությամբ է հանձնվել, այլև մարդիկ տեսնում են, որ Արցախը հանձնելուց հետո էլ հանձնումները շարունակվում են։ Նիկոլը թուրք ու դավաճան կոչվելուց չի նեղվում, նեղվում է կոռուպցիոներ կոչվելուց։ Ինքը մինչ էս մտել էր կերպարի մեջ, որ այդ խեղճ հարիվը թալանել չգիտի, ու հիմա բազմաթիվ փաստերով ապացուցվում է, որ սրանք թաղված են թալանի մեջ ամբողջ թիմով։ Պետբյուջեի ավելի քան 30 միլիոն դոլարի թալան է տեղ ունեցել մենակ մեկ ծրագրով, անիվով։ Գլխավոր դատախազը քննչականը Նիկոլը Լուրեն չեն կարողանում պատասխանել ինչու մեղադրյալ չկա, որովհետև հո չեն կարող մեղադրանք առաջադրել անիվի շենքի պահակին, ասեն ուշադիր չես եղել, փողերը կորել են։ Պետք է սկսեն հիմնարկի ղեկավարից, մտնեն Ավինյանի, Նիկոլի կաբինետները,